Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարելու համար կառավարությունը պետբյուջեից նոր ևս 209 միլիոն դրամ է հատկացնում։ Գործադիրից պնդում են, թե փետրվարից մեկնարկած ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական նշանակություն ունի, ստվերն է կրճատելու։ Ակնկալում են ծրագրի արդյունքում 90 հազար քաղաքացի գրանցված աշխատող կդառնա։ Առնվազն 3 տարվա չմարված վարկ ունեցող քաղաքացիները ծրագրից օգտվելու համար պետք է գրանցված աշխատանք ունենան, որ նրանց եկամտահարկն ուղղվի վարկի մարմանը, իսկ վարկի մայր գումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը։ Համարում եմ սա առաջին հերթին տնտեսական ծրագիր, ոչ թե սոցիալական, որովհետև սա մարդուն իր տեղից, իր աթոռից ելնելու եւ աշխատելու շատ լավ մոտիվացիայի աղբյուր է։ Այն 2900 մարդիկ, ովքեր աշխատանք ունեին դիմելու պահին, վերջին ամսվա տվյալներով արձանագրել են 20%-ով աշխատավարձի աճ։ Եթե դրանց աշխատավարձի հետ բոլոր մարդկանց աշխատավարձի միջինը 1-2 ամիս առաջ 145 հազարի չափեր, ապա վերջին ամսվա տվյալներով 180 հազարի սահմաններում է գտնվում, ինչ են հաջորդ դրական միտումն է, որ նկատվում է, այսինքն սա նպաստում է նաև այդ աշխատակիցների եւ իրենց գործատուների հարաբերությունները ավելի թափանցիկ դարձնելու։ Մինչ իշխանությունը փետրվարից մեկնարկած ծրագրի միայն դրական կողմերից է խոսում, մասնագետները քննադատում են կառավարության այս նախաձեռնությունը, այն ընդհուպ անվանելով ընտրակաշառք հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Երբ որ բյուջետային միջոցները ծախսվում են սոցիալական նպատակներով, սա իհարկե հասկանալի եւ տրամաբանական է, բայց կրկնեմ, այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ հանրային շահի հիմնավորվածություն գործնականում չկա, տնտեսական շահի հիմնավորվածություն գործնականում չկա։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադելյանի կարծիքով կառավարության ներկայացրած հիմնավորումները մեկ նպատակ ունեն՝ քողարկելու ծրագրի քաղաքական դրդապատճառները։ Քաղաքական մոտիվը իմ գնահատմամբ, ինչպես առիթ եմ ունեցել բնորոշելու, դե ֆակտո ընտրակաշառքի տրամաբանությունն է, այսինքն բյուջեից ծախսելով հարյուրավոր միլիոն դրամներ փորձ է արվում կառավարության նկատմամբ, կառավարող ուժի նկատմամբ, այսպես ասենք, դրական տրամադրել մարդկանց, որոնք ունեն սոցիալական խնդիրներ այդ անհուսալի վարկերի տեսքով, սոցիալական խնդիրներ կամ ֆինանսական պարտավորություններ, ընդ որում բոլորովին պարզ չէ, թե օրինակ այդ ֆինանսական պարտավորությունները ունեցողներից քանիսն են պարզապես անհաջողության կամ չգիտեմ այլ օբյեկտիվ պատճառներով։ Պաշտոնական տվյալներով անցած տարվա դրությամբ Հայաստանի բնակչության գրեթե 11%-ը անհուսալի վարկ ունի։ Վարկերը չվճարած քաղաքացիների վարկային բեռը ավելի քան 640 միլիարդ դրամ է։ Կառավարությունում հաշվել են անհուսալի վարկ ունեցող 341 հազար քաղաքացուց 218 հազարը ծրագրի շահառու կդառնա։ Պատճառը սահմանված չափանիշներն են։ Բնականաբար դա Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համոզմամբ գործադիրի ծրագիրը նաև անարդարության մթնոլորտ է ստեղծում քաղաքացիների շրջանում։ Այն անարդար իրավիճակ է ստեղծում պարտաճանաչ արկառուների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ վճարում են իրենց վարկերը ժամանակին ամբողջությամբ եւ ստացվում է, որ նրանք բացի այդ վարկերը որ վճարելուց նաև վարկերել են վճարում։ Ի տարբերություն այն մարդկանց, որոնք ի հաշիվ իրենց հարկերի նաև իրենց վարկերը կմարեն։ Տնտեսագետի խոսքով մյուս կողմից էլ սա խրախուսում է բանկերին ու վարկային կազմակերպություններին նվազեցնել իրենց բաժին պատասխանատվության չափը։ Հատկանշական է նաև մի փաստ, որ բանկերը, որոնք աջուձախ վարկեր են տրամադրում, հատկապես սպառողական վարկեր առանց գրավի, առանց դիտարկելու այդ մարդը աշխատանք ունի թե չունի, փաստացի ունենում են պետական երաշխիք կամ պետական երաշխավորման ծրագիր, որ կարող են իրենց գումարները հետ ստանալ այս սխեմայի միջոցով։ Մինչդեռ իշխանությունից չեն ընդունում մեղադրանքները։ Քաղաքացիական պայմանագրից падգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացմամբ ծրագիրը պետբյուջեից քաղաքացիներին ոչ թե աջակցություն է, այլ հնարավորություն սեփական հարկերով պարտավորությունները մարելու։ Ունենք մի հատ իրավիճակ, երբ որ տասնյակ հազարավոր մարդիկ, մի մասը օբյեկտիվ պատճառներով, մի մասը սուբյեկտիվ պատճառներով հայտնվել են պարտքային թակարդի մեջ ու իրանք դուրս են մնացել աշխատաշուկայից, ֆինանսական համակարգից եւ այլն եւ այլն։ Նա մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս
աշխատել ու իրենց վճարած հարկերի հաշվին իրենց պարտավորությունները մարել, այսինքն սա լինելու է ոչ թե ուրիշի վճարած հարկերի հաշվին, այլ այդ մարդու։ Որոշումը չլիներ, այդ մարդիկ չէին աշխատելու, այդ եկամուտները պետական բյուջե չէին գալու, իրենց խնդիրը մնալու էր օդում կախված։ Իշխող ուժի падգամավորը պնդում է, ծրագրի օգուտները պետության համար ավելի շատ են լինելու։ Նախ առաջինը, այդ մարդիկ, որոնք որ ունեին վարկային պարտավորություններ եւ չէին կարողանում գրանցված աշխատող դառնալ, բեռ էին հանդիսանում պետության համար, որտեղ շատ դեպքերում իրենց կարող է պետք լիներ աջակցություն ցույց տալ, մի մասը կարող է փարոս համակարգում ընդգրկված լինել եւ այլն։ Երկրորդը, իրենց վճարած հարկերը մի որոշակի փուլից հետո արդեն երբ որ իրանք ամբողջությամբ կմարեն, կգնան պետական բյուջե ու կմեծացնեն բյուջեի հնարավորությունները։ Երրորդը, սա ստվերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որ մարդիկ ինքնական ստվերից դուրս են գալու։ Չորրորդը, սա ֆինանսական համակարգն է առողջացնում։ Չնայած գործադիրը ակնկալում էր, որ երկամյա այս ծրագրին ամեն ամիս 11,000 քաղաքացի կդիմի, փետրվարից դեռ 9,630-ն է դիմել, բայց նրանցից 3,594-ն են միայն համապատասխանել ծրագրի պահանջներին։